Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստ կլինի դադարեցնել վերընտրվելու համար պայքարը, եթե հաղթանակի բոլոր շանսերը կորչեն, բայց նա չի տեսնում սոցիոլոգների եզրակացությունները, որոնք կնշեն դա։ Ամերիկացի առաջնորդը նման հայտարարություններ է արել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։ Միևնույն ժամանակ նա փաստացի խոստովանել է, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ընթացքում դեռևս կարող են տեղի ունենալ մեծ փոփոխություններ։ Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Էմանուել Մակրոնը Վաշինգտոնում քննարկել են տարածաշրջանային հարցեր, նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմը, Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը։ Էրդողանն ընդգծել է Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը բոլոր ոլորտներում։ Կարևորելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը, Էրդողանն ասել է, որ Թուրքիան աջակցություն է ակնկալում այդ հարցում։ Շեշտելով, որ արևմտյան երկրների կողմից Իսրայելի զինադադարի խրախուսումը կնպաստի տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղությանը, Թուրքիայի նախագահը կոչ արել իր գործընկերոջը կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Իրանի ԱԳՆ-խոսնակ Նասեր Քանանին հերքել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարություններում, թե Իրանի հասցեին արված մեղադրանքները, թե Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Նրա խոսքով դրանք անհիմն են եւ քաղաքական նպատակներ են հետապնդում։ Քանանին ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականության հետևանքն է եւ Իրանը երբեք ԱԹՍ-ներ չի մատակարարել Ռուսաստանին։ Պաշտոնյան ընդգծել է, որ տարածաշրջանում եւ աշխարհում կայուն անվտանգություն հաստատելու կարեւորությունը եւ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Նեպալում սողանքի պատճառով 2 մարդատար ավտոբուս է ընկել գետը, ինչի հետևանքով 65 մարդ անհետ կորած է համարվում։ Ոստիկանության տվյալներով Կատամանդու մեկնող ավտոբուսում եղել է 24 մարդ, իսկ մյուս Կատամանդու Գաուր ավտոբուսում 41 մարդ։ Աղետի պահին 3 ուղևոր կարողացել է դուրս գալ մեքենայից, դեպքի վայրում աշխատում են փրկարարները, սակայն նրանց աշխատանքը խոչընդոտում են հորդառատ անձրևները։